ինչ եք կարծում, եթե կաթողիկոսն է մեղք գործում, արդյոք այդ մեղքը չի տարածվում հայ ժողովրդի վրա։ Ինձ թվում է տարածվում է, որովհետև դա Աստվածաշունչն է ասում, ես չեմ ասում, ես ով եմ, Աստվածաշունչն է ասում։ Եվ եթե մենք այդ Աստծո խոսքը ընթերցենք հաճախ, մենք կտեսնենք ինչպիսի աղետներ կարող է առաջանալ բարձրագույն եկեղեցական իշխանության կողմից գործած մեղքերը։ Մենք միայն չպետք է նայենք որպես մարդ, մենք պետք է նայենք Աստված ինչ է ասում այս մասին։ Լավ, ամենը մի կողմ դնենք, Աստված ինչ է ասում, ինչ է գրել այդ մասին։ Գրել է հստակ, որ եթե մեղք ես գործում, պետք է պատժվես։ Ի վերջո այնտեղ կա Հեղի օրինակը, որտեղ որ ասում Հեղի զավակները, Հեղին քահանայապետ էր եւ իր զավակները մեղք էին գործում։ Եվ գիտեք ինչ է նկարագրում։ Ասում է Աստված ասում է, որ ես պետք է պատժեմ, եւ ասում է, երբ որ Իսրայելի վրա հարձակվեցին, 4000 հոգի զոհվեց։ Եվ հաջորդ ասում է ինքը Հեղի զավակները գնացին պատերազմ եւ չվերադարձան, որովհետեւ Հեղին քահանայապետ էր, իսկ նրա զավակները ասում է պոռնականում էին, մեղք էին գործում, պարկում էին կանանց հետ։ Եվ ասում է դա Աստծուն դուր չեկավ։ Եվ Աստված նրանց մատնեց օտարներին, պարտության մատնեց։ Սա Աստվածաշունչն է ասում։ Հիմա մենք պետք է փնտրենք նաև մեր պարտության հիմքերը։